9451 բռնատեղահանված արցախցի է մինչև մայիսի 20-ը դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիության համար դիմելու հետ կապված վերջին շրջանում որոշակի ակտիվացում են նկատում։ Եթե տարվա սկզբին ունենում էին օրական մոտ 20 դիմում, ապա հիմա օրական 40-ից 50 դիմում են ստանում։ Ծնողներից գոնե մեկի Հայաստանի քաղաքացիություն ստանալու պարագայում երեխան ավտոմատ դառնում է Հայաստանի քաղաքացի։ Տուգանքներ չեն կիրառվի եկամուտների հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն հասցրել ID քարտ ստանալ։ Ներքին գործերի փոխնախարարը հաստատել է քարտերի տրամադրման հետ կապված որոշակի խնդիրների առկայությունը։ Դրանք այժմ լուծվում են։ Նաև հայտնել է, որ 2024 թվականին տրամադրվել է 160,000 նույնականացման քարտ, իսկ ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 90,000-ը։ Սա պայմանավորված է նաև կառավարության թվային օրակարգով։ Որոշվել է նաև ֆրանսիական ընկերությունը, որը կթողարկի ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը։ Հյուսիս-հարավ ճանապարհի տրանշ 4 Քաջարան-Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները 15%-ով կատարվել են։ Ըստ նախագծի Քաջարան-Ագարակ հատվածը կունենա 32 կիլոմետր երկարություն, 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր եւ այլն։ Ճանապարհահատվածի ֆինանսավորված միջոցներով կկառուցվի նաեւ 7.2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 214.4 միլիարդ դոլար է։ Աշխատանքները սկսվել են 2024 թվականին, նախատեսում են ավարտել 2027-ին։ Առավոտից քաղաքացիները փակել են Արցախի փողոցից Ջեք եւ Արինբերտ փողոց տանող խաչմերուկը։ Բողոքում են, թե այդ հատվածում բազմաթիվ արտադրական օբյեկտներ կան, իսկ ճանապարհն անմխիթար վիճակում է։ Ավտոմեքենաները երթևեկելիս փչանում են։ Բողոքավորները պատմել են, որ 2 ամիս առաջ էլ նույն խնդրով ակցիա են իրականացրել, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանն էլ արձագանքել է, թե ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 30-ին են ներկայացվել մրցույթի, սակայն հայտ չի ստացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ նորոգման աշխատանքները կմեկնարկեն։ Ավտովթարը տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 12:30-ի սահմաններում։ Mitsubishi Magnishi ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծին վանք տանող ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր շրջվել։ Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկին էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են բուժկենտրոն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարներ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։